Բերի 2023 թվական Դրամբոյի տանկային գումարտակի ժամկետային զինծառայողները տանկիստները ցանկացել են տանկերը մատորները խփել տան, այսինքն փչացնեն, նոր փոխանցեն Ադրբեջանին։ Որոշում են, որ մատորի այդ յուղի քաքի մեջ ավազ լսեն, որ հանկարծ ադրբեջանցին հազարից հետո տանկը խոտ տան, ավազա յուղը խառն, մատորը խփի, գոնե այտենց ինչ-որ մի ֆինանսական, նյութական վնաս պատճառեն հակառակորդին, քանի որ կա հրաման ոչ մի տանկ չպայթեցնել, ոչ մի տանկ չվառել։ Սրա մասին իմանում է Կամո Վարդանյան, ով այդ ժամանակ պաշտպանական բանակի հրամանատարն էր։ Տեսա զանգով Lifetime կապնվում է զինվորների հետ հրամանատարության միջոցով եւ անձամբ ահաբեկում է ժամկետային զինծառայողներին, որ դատի կտա ուրեմն եւ կբռնագանձի, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության կենթարկի այն տանկի էկիպաժին, ով փորձի տանկերը փչացնել, մատորը եւ այլն, 2 միլիոն դրամ տուգանքն առնելու ասելով եւ քրեական պատասխանատվություն։ Բնականաբար զինվորները վախում են եւ ավազը չեն լսում տանկի յուղի մեջ։ Պոլկի Znamyan, почетное знамя, այսինքն պատվո դրոշը, հրամանա տալիս, ասում է կամերան միացրեք, Պոլկի Znamyan վառեք, ես տենամ։ Այսինքն պոլկ չկա, Znamyan վառում են, դուք հետ ցվրվեք, ոնց ուզում եք, հետ ընկեթեմ Հայաստան։ Պոլկի Znamyan բերում վառում են, փոխանակետները վերցնել բերեն, ինքը հեռախոսով տենում է։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ որ պայթեց GSM-ը եւ մարդիկ մահացան 200 հոգուց ավել մարդ, հիմա դրանով հարուցված է քրեական գործ էս բոզի տղու վրա։ Հարուցված է եւ բոզի տղեն բնականաբար շարունակում է պաշտոնավարել եւ լինել, այսպես ասած, պաշտպանության նախարարի խորհրդական։ Պիտի այդպես խորհուրդա, թե ինչ անել հայոց բանակի հետ, երբ որ մենք որոշենք հայոց բանակի սպառազինությունը եւ այլն հանձնել Ադրբեջանին։ Տանկերի մեջ ավազ պետք է չլցել, թե չէ դատի կտա։ Եվ այլն եւ այլն։ Արցախում եղել է քաղաքապաշտպանության շտաբի ղեկավար Արթուր Հարությունյան, Արայիկ Հարությունյանի եղբայրն է։ Տեղակալը Սարգսյան Կարեն։ Այսինքն MVD-ի մինիստր Վանեցյանի խնամին։ Վերջինս ուրեմն Կարենին առհասարակ քննչական կոմիտե չեն կանչել կապված GSM-ի այդ պայթյունի հետևանքով, իսկ Արթուր Հարությունյանին, ես չգիտեի, որ Արայիկ Հարությունյանի եղբայրը գտնվում է Հայաստանում ու արխային բնը ֆրֆռում է, քննչական կոմիտե կանչել են մեկ անգամ։